Նորից եմ կրկնում, քանի դեռ ինքը գտնվում է կալանքի տակ եւ վիճակի չի ինձ պատասխանելու, ես որևիցե կոմենտարիաներ չեմ տալու Վարդան Ղուկասյանի հետ կապված։ Դրանով էլ ես իրանից տարբերվում եմ եւ ոչ միայն դրանով։ Բայց տեսակ ամեն դեպքում իր կողմից էլ են ասում, որ դու եւ ձեր այստեղ մյուս խմբակցության ձեր գործընկերները իր անվան հաշվին եք դարձել ավականու անդամ, մանդատ ստացել։ Լավ, սենց ասեմ ձեզ, ես 58 տարեկան եմ, Վարդան Ղուկասյանը 45, երբ որ ես պետությունում եղել եմ, ինքը դեռ նոր առաջի քայլերն էր անում։ Ամեն դեպքում ով անունով է դա կարելի է պատասխանեմ։ Այսինքն ով ձայնով է եկել, հարցում դրա գնահատական տվողը հասարակությունն է, հանրությունն է, ոչ թե Վարդան Ղուկասյանը կամ էլ Արտակ Գալստյանը։ Սպասում են մոտալուտ ընտրություններ, կարծում եմ այն ժամանակ այդ հարցի լուծումը կտա։ Դուք համարում եք, որ Ավինյանը միանշանակ որ կուսակցությամբ ինչ։ Արեն ձայնով։ Իսկ դուք համարում եք, որ ձեր խմբակցությունը օժանդակեց, որ Տիգրան Ավինյանը դառնա Ոչ չեմ համարում։ Ինչու՞, որովհետև եթե իրենք չմասնակցեն եւ քվորում չապահովեն, Ավինյանը չէր դառնա քաղաքապետ։ Ինչ կլիներ այդ ժամանակ։ Չենք ունենալ քաղաքապետ, որի անունը Այսինքն նորից կգնայինք ընտրությունների։ Դուք ոնց եք ուզում, դուք ուզում եք, որ Ավինյանը դառնա քաղաքապետ։ Չէ, դեպքում ես ձեզ հարց եմ տալիս։ Ինչ որ մեկը կասկածում է, ոչ որքան ես գիտեմ, եւ ընդ որում դա բավականին օբյեկտիվ է, բոլորը մեղադրում են իշխող կուսակցության ընտրակեղծիքներ անելու համար։ 21 թվականին ես եղել եմ վարչապետի տեխնոցում, ընդ որում միակն եմ եղել, որ Սահմանադրական դատարանից հետո բողոքը տալ եմ հասել եմ Եվրոդատարան, այսինքն ընտրակեղծիքների ամբողջ պրոցեսը իզնից լավ ոչ մեկ չգիտի եւ մեխանիզմը նույնպես։ Այսինքն ինչ որ մեկին թվում էր, եթե հարային ձայնը կոպիտ ասած չմասնակցեր քվորումին, հեսա դրան առանձին էլ կանրադառնամ։ Այլ անձի կընտրեն, այլ տեխնոցի կընտրեն։ Չի կարա։ Դե այլ ընդդիմության շուրջ կոալիցիա կա։ Չի կարա, որովհետեւ ես գտնվում եի կալանքի տակ մեկ, Տիգրան Ուրիխանյանը գտնվում էր Ռուսաստանի Դաշնությունում հետախուզման մեջ, ձայների քանակով չի կարա։ Հիմա դուք Ավինյանի կողմ եք թե դեմ։ Բնականաբար դեմ եմ։ Դեմ։ Բայց ես sense ասեմ, մի րոպե էլի ժողովուրդ ջան։ Ֆրակցիան քանի անգամ իր նախաձեռնություններին կողմ եք քրարկել, այդ թվում օրինակ կարմիր գծերի մասով։ Կամ նպաստել առնվազն, կամ պասիվություն է ցուցաբերել։ Հիմա ձեր հարցին պատասխանեմ sense, այսօրվա գործող իշխանությունը անհիմն կալանավորել է ինձ, որդուս, կնոջս, հարցս մինչև հիմա հետախուզման մեջ է։ Եթե այսքանից հետո ինչ որ մեկը մտածում է, որ Արտակ Գալստյանը կարող է լինի քաղաքացիական պայմանագրի հետ, ես ընդհանուր մի բան կարող եմ ասել, որ այդ մարդը ունի լուրջ արժեհամակարգային խնդիր։ Դրանով այդ հարցը ես փակում եմ։ Ինչ վերաբերում է կարմիր գծերին եւ մնացածին, ամեն դեպքում հանրային ձայնի մեր տղաները այդ ընթացքում կարողացել են դիմագրավել, պահպանել իրենց գոյությունը քաղաքական դաշտում, այնպես ինչպես կարողացել են մի կողմից ես, մի կողմից Վարդան Ղուկասյանի հարձակումները, մյուս կողմից հետո համատարած ձերբակալումները։ Շատ լավավոր մամուլ է, այսօր թողեք ավարտեմ։ ՀՊԱ-ականների Ինչա՞։ Ուրեմն կապված մեր թիմակիցների եւ նրանց պահվածքի հետ դա ներքին կուսակցական խնդիրն է, չեմ կարծում, որ դրա կարիքը կա, որ մենք դա բարձրացնենք։ Նկատում եմ ՀՊԱ-ականների նախագծերին կողմ քվեարկելով կամ դրանց անցնելու նպաստել։ Քաղաքական գոյությունը պահպանել։ Մեր համար գոյություն չունի ՀՊԱ-ականների նախագծեր, ամբողջ խնդիրը կազմվում դրանում, թե նպտաբյան նախագիծը որքան է համահունչ Երևան քաղաքին։ Եթե համահունչ է Քավլիցի, ԿՊՆԳ-ի թե Մայր Հայաստանը, թե մենք կողմ ենք քվեարկելու, եթե զգացինք, որ սխալ է, բնականաբար դա մենք քվեարկելու։ Համահունչ է, դուք օրինակ վարորդ չգիտեմ, եթե մեքենա վարում եք, ձեզ դեռ տալիս։ Ընդհանրապես մեքենա ունեմ, բայց 3 տարի արգելավված է, կուսակցության գրասենյակն էլ պլոմբած է, գտնվում է քաղաքացուն։ 160,000 դրամ որպես վարորդ ապագա։ Նորմալ եք համարում, համահունչ է քաղաք։ 160,000 դրամը չի մասին կանգարի։ Կարմիր գծերի։ Նո բունի մասով գտնում է, որ իրոք սխալ էր, բայց նաև սխալը 12,000-ը, նաև երրորդը կարող է ավելացնել, ինչ վերաբերում է խցանումներին, հաստատ կյանքն էլ ցույց տվեց, փորձն էլ ցույց տվեց, որ կանգառների գինը բարձրացնելով այդ խնդիրը չի լուծվել։ Ոչ, չեմ կարող նման բան ասեմ, նորից կրկնում եմ իմ ասածը, ինչ կատարել են իմ թիմակիցները, ինչ չեն կատարել, դա ներքին կուսակցական խնդիրներն են, հրապարակայինման ենթակա չեն։ Դրանով էլ Վարդան Ղուկասյանից տարբերվում եմ իրոք։